Մենք որ հենց այս փուլում, հենց այս օրենսդրում պետք է դադարեցնել այն դեպքերը, սակայն դատավորը այլ որոշում կայացրեց, հուսանք այդ հանդերձ սեփերին մեր պատկերացած սցենարով Անաղազերին վերաբերել ևս քրեական Ես չեմ երբորս Հա, ինչ փուլում է, լավ շատ հին բան եք ասում Բայց դատախազության փուլում է, ինչ է Եթե չեմ սխալվում որևէ գործ չեն հարուցել Եթե նույն բանի մասին Վրայացի գործ Բողոք չեր եղել, դժոխ կողմից բողոք չեր եղել, կարծեմ հարցը քրեական դաշտ չէր տեղակայվել Պարոն Աղազարյան, ձեր հոր շուրջ տեղի ունեցող գործընթացներից հետո դուք նաև աշխատանքից հեռացվեցիք, շրջանառվեց տեղեկություն, որ ձեզ ստիպել են դուք դիմում գրեք, հետո որ ձեր սեփական դիմումի համաձայն եք գրել հեռացել խնդրում այս տեղի ունեցած մասին Աշխատանքից ազատման դիմում են կայացրել Ձեզ ստիպել են Ոչ, ինձ չեն ստիպել Կարծում եմ այդ պայմաններում իմ ռեակցիան որպես զավակի շատ բնական է եւ չլինեի ես այնտեղ լինել մեկ ուրիշ պարագայում կարծում եմ այդպես կվարվեր դիմում եմ գրել դուրս եմ եկել ոչ միայն աշխատանքից այլ նաեւ քաղաքացիական դրամատից նույնպես Բայց ձեր հայրը փաստորեն շարունակում է աշխատել դուք դուրս եկաք ինչու Դե Շարունակում է աշխատել, որովհետև ըստ էության մնաց իր դիրքերի վրա, մնաց հաստատական, չընկրկեց դժվարությունների առաջ, չընկրկեցինք եւ այդպեսով այո շարունակում է պահպանել իր քաղաքավարչական ազգանաժողովի պատգամավորի Նաև այստեղ պատգամավորի մանդատի, այսինքն այդ բան կար, որ նաև ինքը կարող է որպես պատգամավոր աշխատել դիրքորոշում հայտնել ավելի անկախ լինել, իսկ դուք չեք կարողանա մնալով Ես չէի կարողանա ուղղակի քանի որ ես աշխատանքի տեղավորվել էի քաղաքացիական պայմանագրի ուսացական լինելու հանրամակով պայմանավորված այդ իմաստով հարմար չէր լինել որպես ես շարունակեի իմ աշխատանքային գործունեությունը չգիտեմ եթե ես համառություն ցուցաբերեի ու շարունակեի աշխատել դրան ինչ կհետևել ինչ կհաջորդել այդուհանդերձ ես ինքս նախաձեռնեցի իմ աշխատանքից դուրս գալու հետագա ցանկալի սցենարներից խուսափելու համար Պարոն Աղազարյան, դուք ՔՊ-ից եք եղել, անդամ եք եղել խոցացության Այո Եվ հիմա որ նայում եք իշխանության գործողություններին, որպես նախկին անդամ, այ երեք օրինակ մայրաթողում էին հարձակվել Նիկոլ Փաշինյանի աջակիցները, այս ինչ կարծիք, ինչ զգացողություններ եք ունեն որպես նախկին ԿՊԱԿ-ը Զգացողությունները շատ խառնիխուռ են, դեռ իրականում նորմալ է, որ քաղաքական ուժի իշխանության գալու պարագայում որոշակի տրանսֆորմացիաներ են տեղի ունենում թե անձանց կտրվածքով, թե ընդհանուր ամբողջության մեջ փոխում է իշխանությունը, մարդկանց իրավիճակները այդպիսի զգացողություններ մշտապես են մնացել։ Իսկ այն ժամանակ, երբ որ կուսակցության անդամ էի, պաշտոն էի զբաղեցնում եւ ամենօրյա շփումների մեջ էի շատ կուսակցականների հետ, այդ զգացողությունները այդ ժամանակներ էլ կային, որովհետեւ բաներ էին տեղի ունենում, որոնց ես անձամբ այդ ժամանակ էլ հաշտ չէի։ Բարձրաձայնում եք։ Իհարկե բարձրաձայնում։ Օրինակ որ դեպքերի համաձայն չեք Շատ բաներ են եղել, հիմա չեմ մանրամասնի, բայց ես հպարտությամբ կարող եմ ասել, որ ես այն անձանցից են, եզակի անձանցից եմ եղել, որ չի խորշել բարձրաձայնել է խնդիրների մասին, չմտածելով, չվախենալով իր հետագա քաղաքավիճակից Իհարկե իմ համեստ դերում իմ չափանիշներով Շնորհակալություն